Բարի երեկո սիրելի հեռուստադիտող, Արարատի եթերում բարև, ես եմ հաղորդաշարն եմ։ Իսկ իմ այսօրվա զրուցակիցն է երաժիշտ, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր Արմեն Մանուկյանը։ Միացեք մեր զրույցին։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ ժամանակը մեզ հետ կիսելու։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Մեծ սիրով։ Եվ կուզեմ սկսենք մասնագիտության ոչ թե ընտրությունից, այլ փորձենք հասկանալ, որն էր պատճառը, որ ունենալով մեծ բնություն, ունենալով գնահատանք այնպիսի անհատականության կողմից, ինչպիսին է Գյորգի Սարաջևը, այնուամենայնիվ ձեր ստեղծագործական կենսագրության մեջ ավելի վարչական եւ ավելի ուղղորդական գաղափարախոսությունն էիք ձեզ համար վերցրել որպես անհատ, որպես հասարակության մեջ դրսևորվող մարդ։ Որն է պատճառը, ինչու հրաժարվեցիք կատարողական արվեստից եւ փորձեցիք համախմբել, ձևավորել այդ արվեստը։ Լավ սկսեցինք զրույցը եւ ինձ թվում է, որ լավ կգնա, որտեղ դուք ինքներդ երաժշտական կրթություն ունեք։ Գիտեք ինչի համար, որտեղ ես եկա մի ինչ-որ մոմենտ, մի ժամանակահատված, երբ որ ես զգացի, որ ինձանից լավ կան նվագողներ։ Զարմանալի բան եմ ասում, բայց դա այդպես է։ Եվ դա ինձ մոտ եղավ, գիտեք ինչ, այնպիսի մի տարիքում, որտեղ ոնց ես եմ։ Չէ, ես զգացի, որ կան լավ նվագողներ, ավելի շատ պարապողներ դաշնամուրի առջև նստած։ Սվետլանա Նավասարդյանը իմ լավ ընկերուհին, երբ որ մտավ հայ համերգ, երբ որ ես անցել էի արդեն ադմինիստրատիվ աշխատողի, ես առանձնասենյակի դուռը բացեց, ասես դու ստեղ ինչ ես անում։ Ասի նստած եմ, չոր հեռախոսներ։ Սպասում եմ, որպեսզի դուետով հանդես գան։ Ասում եմ, ինչի Սվետ ջան։ Չասма դու ստեղ պիտի նստած չնես, դու պիտի նստած լինես դաշնամուրիդ մոտ։ Այսինքն սա արդեն կոնսերվատորիա ավարտած մարդուն են ասում։ Սա ասма նրա մասին, որ երևի թե ես կարող եի եւ ասի չէ, Սվետա ջան, որ ասի ես այստեղ նստել եմ, որպեսզի դու կարողանաս ավելի շատ նվագես։ Եվ ես արեցի այդ բանը, ոչ միայն Սվետայի վերաբերյալ։ Այնպես որ ուրեմն առաջինը դա էր, որ ուրեմն ինձանից լավ նվագողներ կային։ Եթե սա մի քիչ բոլորը եւ շատ ընդունեն եւ հասկանան իրենց մասնագիտության մեջ ընդրություն կատարելու մեջ, սա ինձ թվում է վատ չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է ադմինիստրատիվ անցնելու, գիտեք ինչ կա։ Ուրեմն եւ փաստորեն ես դպրոցի դասատու էի երաժշտական, հետո ուսմասվար, հետո տնօրեն, արդեն սկսեց միանալ այդ ադմինիստրատիվը։ Հետո ես արդեն զգացի, որ ես հոգնում եմ։ Եվ ինձ երբ որ առաջարկեցին հայ համերգ, լրիվ ուրիշ աշխարհ։ Ես գնացի այնտեղ, բայց ես չէի իմանում, որ այնտեղ լրիվ ուրիշ կյանքային առումով, որ այնտեղ ավելի շատ իհարկե ադմինիստրատիվ, կազմակերպչական գործեր են, քան թե ստեղծագործական։ Չնայած ստեղծագործական կար, ինչի համար ասեմ, կներեք շատ խոսելուց համար, ուղղակի այն ժամանակ կար հասկացողություն գեղարվեստական խորհուրդ։ Եվ այդ գեղարվեստական խորհուրդ հասկացողությունը շատ եւ շատ օգուտ էր բերում բոլորին, եւ կատարողներին, եւ կազմակերպիչներին։ Կատարողները էսի նկատի չունեն մենակ դաշնակահարներին, ընդհանրապես կատարողական արվեստին, թատրոններին, պարին, հասկանում եք։ Եվ ուրեմն նույնն էլ կազմակերպիչներին, ինչի, որովհետեւ անցնելով այդ գեղարվեստական խորհրդի միջով ստանում են ինչ-որ սերտիֆիկատ, որ կարելի է հանել բեմ։ Մի օրինակ հասարակ բան, Փառապանց մեր բարի անսամբլը, որը կար Վանուշ Գերասիմիչի ժամանակ, Վանուշ Գերասիմիչը երբ որ մի բար պետք է դներ բեմի համար, հա, նա ուրեմն 2-3 զույգի համար դնում էր, հագցնում էր, մոտավորապես իրենց զգեստների գույները բաները, եւ ցույց էր երաժշտությունը եւ ցույց էր տալիս դա գեղարվեստական խորհրդի։ Եվ եթե գեղարվեստական խորհուրդը ընդունում էին, ուրեմն Վանուշ Գերասիմիչը շարունակում էր այս բարի վրա աշխատել եւ հանում էր բեմ։ Եվ ծրագրեր, բաներ այս կողմ եկող։ Այնպես որ ստեղծագործական էլ կար։ Բայց իհարկե մեծ մասը ադմինիստրատիվ աշխատանք էր։ Ես պատկերացնում եմ, թե որքան հետաքրքիր աշխատանք էր, բայց ինձ նաև հետաքրքիր է ձեր բնավորության մեկ այլ կից, ինչպես եք կարողացել փուլային ճանապարհ անցնելով
ուսուցչից, ուսմասվար եւ հետո տնօրեն նոր բացարձակ ձեզ անծանոթ ոլորտին վստահել եւ բացի դա նաեւ մենք ունենք ազգային առանձնահատկություն, չէ՞, մենք սիրում ենք, եթե կա արդեն ապահով մեզ համար ինչ որ դիրք, որը տալիս է հնարավորություն ղեկավարելու, ընտրելու, այլևս չհրաժարվել։ Ինչը ձեզ օգնեց հավատալ, որ հայ համերգը կտա ձեզ եւ ստեղծագործական եւ վարչական եւ որպես անհատականություն զարգացման հնարավորություն։ Ուրեմն պատասխանեմ էլի շատ ժողովրդական ոճով եւ շիտակ։ Հավատացեք ինձ, որ մանուկ հասակից, երիտասարդ հասակից, երբ որ ես սովորելու ընթացքում եմ եղել, հա, թե դպրոց, թե ուրեմն 10-ամյակ Չայկովսկու, թե կոնսերվատորիա, ես միշտ լավ նախանձով եմ նայել այն մարդկանց, որոնք ինձ համար անհասանելի են։ Դա կարող է լինի Կոմիտասի քարյակը, չնայած Էդիկի Թադևոսյանի հետ մենք միասին ծնվել եւ մեծացել ենք միասին, հասկանում եք, նույն բակում։ Դա նույն Սվետան, դա նույն հասկանում եք, Չեկի ջանը մեծ էր տարիքով, Օրբելյանը, այդ մարդիկ ինձ համար անհասանելի էին եւ ես մեծ ձգտում ունեի այդ ընտանիքի մեջ մտնելու։ Ես չէի պատկերացնում, որ ստացվեց այնպես, որ ես ոչ միայն մտա այդտեղ, այլև ձուլվեցի եւ կներեք անհամեստության համար ինձ ընդունեցին։ Ստացվեց այդպես, հասկանում եք, ոտ, բայց քանի որ սերնդակիցների տեսանկյունից ուրեմն մենք մոտ էինք, շատ իրար հետ լավ կիսվում էինք, վիճաբանում էինք լավ իմաստով, ծրագրեր, հյուրախաղեր, պլանավորում էինք, այս մեր 25 տարվա ընթացքում, երբ որ պլանավորում հասկացողությունը ընդհանրապես վերացավ, եւ ես գտնում եմ, որ արվեստի եւ մշակույթի մեջ էլ դա շատ սխալ բան, որովհետեւ գիտեք ինչ, հա, վերացավ, այստեղից շատ բան չկա, այսինքն երբ որ ասեցին, որ չէ, թող ամեն մեկը իր համար իր գլխի ճարը տեսնի, ինչ ա պատահել, հայ ամերգի ժամանակ ամբողջ հանրապետության ուրեմն հյուրախաղային քաղաքականությունը վարում էր հայ համերգը, վարում էր ուղղակի։ Ուրեմն լինելով գլխավոր տնօրենի տեղակալ ես եւ իմ ուրեմն լուսահոգի Գարի Այվազյան կար, այդպեսի մի տաղանդավոր շատ կոմպոզիտոր դաշնակար։ Մենք պարբերաբար գնում էինք տարբեր հանրապետություններ, Մոսկվայի կողմից հրավիրվող, այնտեղ հավաքվում էին բոլոր հանրապետությունների համերգային կազմակերպությունները, մենք գնում էինք մեր ապրանքով, նրանք բերում էին իրենց ապրանքը եւ այստեղ մենք սկսում էինք խորհրդակցել ով ում վերցնի, ոնց վերցնի։ Իդեպ, եթե հասկանում եք ինչ որ մի խումբ պետք է գար Հայաստան, նա մենակ Հայաստանով չէր բավարար, նա գալիս էր Անդրկովկասյան այս ուղին եւ եթե մեզ պետք էր որպեսզի այդ կոլեկտիվը մտներ Ղափան, ապա նա գալիս էր Ադրբեջանի կողմից գնացքով, հետո գալիս էր մենք Թիֆլիսով ուղարկում ենք, հասկանում եք, կապեր շատ։ Եվ այս պլանավորումը, որ կդրվեց մի տեսակ, ես պետք է ասեմ, որ այստեղ մեծ ողբերգություն տարան եւ մեր գեղարվեստական կատարողները, կոլեկտիվները, մենակատարները, մեծ կորուստ տարավ մեր հանդիսատեսը։ Մեր հանդիսատեսը, Զոնա ջան, այսօր ես չեմ ամանչի ասեմ իլուր բոլորի, որ մեր հանդիսատեսը շատ է զրկվել լավ բան տեսնելուց, որակյալից։ Եվ գիտեք որակյալը ինչու՞մն է։ Եթե ես տեսնում էի նստած Հայաստանում ճժպտակ ղազախական պար, դա էլ լավ որակ։ Եթե ես տեսնում էի վրացական լսում էի երգ, դա էլ լավ որակ։ Եթե ես տեսնում էի Իգոր Մայսեևի բարի այդ խումբը կամ Բիրոսկար Նադեժդինա, սա որակ է, այսինքն ես շատ բան էի կամ Մեծ Բալթյան երկրների հասկանում եք դասական բաները, մշակույթը, սա ինձ կրթում էր, ոչ թե որպես հայ համերգի աշխատող, այլ որպես քաղաքացի, հետո ես դրա տանում էի իմ աղջկան այդ համերգին, այսպես եւ այսօրվա օրով մենք շատ ենք զրկվել, մերոնք պարփակվել են ուրեմն այս խեղճ ու կրակ մեր հանրապետության մեջ եւ բոլորը թվում է որ մեծ գործ են անում։ Չնայած ունեն բաց սահմաններ։ Հա, մեծ գործ անում են, բայց սահմաններ, բայց սխալ քաղաքականություն մշակութային։ Սխալ քաղաքականություններ։ Հիմա դուք մի հատ հարց կարող եք տալ ինձ շատ կոնկրետ թե իսկ ինչի հաշվին էին այդքան գնում գալիս։ Հայերեն ոնց կլինի այդ խոսքը взаиморасчет, այսինքն փոխհամագործակցություն, փոխշահավետություն։ Դուք գալիս եք ձեր ֆիլհարմոնիայի հաշվին, մերոնք գնում են, բայց սա մեկը մյուսին ծածկում է, հասկանում եք։ Եվ կար մեծ ֆինանսական կաթսա, որտեղից եթե պետք էր որպեսզի Սոնան դռներ այսինչ տեղը կամ գնար, միանգամից տոմսերը գնվում էին։ Հիմա ասում են Սոնա գումար ունես կգնաս
նվագես։ Չունես, աղջիկ ջան, դե ուրեմն չուչես։ Այսքան երկար։ Հասկանալի է, թվում է, թե շատ էին թերացումները, բայց իրականում մշակույթը պահպանելու, արվեստը զարգացնելու համար ամենանպաստավոր ժամանակաշրջանն էր, ինչն էլ ցույց է տալիս պատմությունը։ Ես կուզեմ համակերպում այդ դեպքում ժամանակաշրջանների հասկանալ որպես անհատականություն, որովհետև նշեցիք մարդկանց անուններ, ովքեր վառ անհատականություններ էին եւ ովքեր սյուներ էին, ում վրա կանգնած էր ամբողջ մշակույթը, արվեստը, պատկերացումը եւ հասարակության վերաբերմունքը։ Ինչպես եք համակերպվում այսօրվա ժամանակի հետ։ Խռովություն չկա, ըմբոստություն չկա, որովհետեւ չէ՞ որ ձեր քիմքը բոլորովին այլ է, ձեր ճաշակը այլ է, ձեր պահանջները այլ են։ Իմ դաստիարակությունն է այլ։ Գիտեք ինչ, դուք բավական բացասական խոսքեր ասեցիք, ճիշտ է, այդ չկա, բայց կա մի սոսկալի ծանր երևույթ, դա անտարբերությունն է։ Ես հիմա որոշ չափով էլի առնչվելով, կազմակերպելով, շատ քիչ իհարկե ցավով եմ ասում, բայց ես նկատում եմ անտարբերություն։ Գիտեք ինչ կա, եթե առաջ պետք է ինչ-որ մի երիտասարդ երգչուհի պոպ ժանրում վերցնեմ, երգեր, ասենք թե Ռայսը Մկրտչյանի կողքը, նա այդ օրը լարված բան, կար այդ գիտակցումը, ինչ պիտի հագնեմ, ոսպիտի հագնեմ, մի հատ հանգստացել է։ Իդեպ բոլորը երգում էին կենթանի ձայնով, ֆանագրաֆաշկը։ Եթե մեկը պետք է երգեր Ռուբեն Մաթեոսյանի կողքը, ժողերը, վայ։ Եթե մեկը պետք է նվագեր Ռուբեն Ահարոնյանի ջութակահարի կողքը, հասկանում եք, ձգտում կար եւ ամենահետաքրքիրը նա էր, որ ես հետո բեմի հետևը արդեն, երբ որ գնում էի շնորհավորելու իմ գոլեգաները, ես տեսնում եմ մի բան, որ երգչուհին ինձ չի նայում, թե ես գոհ եմ թե չէ, նայում է Ռայային։ Ջութակահարը ինձ չի նայում, նայում է Ռուբեն Ահարոնյանին, ինչ կասեն, այսինքն այս սերնդափոխությունը, որ երիտասարդները կամ ավելի քիչ փորձ ունեցողները նայում են այն մարդկանց, որոնք իրոք անուններ էին արդեն կամ ձեռք բերում էին անուններ։ Հիմա չէ, հիմա գիտեք ինչ, այդ կոչումները բաները շատ հեշտ արագ տալիս են, շատ ուրախ է բոլորի համար, բայց իմաստազրկվել են կոչումները։ Չեմ անում այդ իմաստը ինչի մեջ է, արժե զրկվել է, թե իմաստի, հետո ոչ ամեն ինչն է ինձ թվում է, չեմ անում։ Դեմ չեմ, թող ստանան բոլորն, բայց դից ուր ենք հասնելու։ Ես կուզեմ անդրադառնալ պրոդյուսերական կերտվածքին եւ փորձել հասկանալ ինչպես կարողացաք խորհրդային կրթություն ունենալով, խորհրդային դաստիարակություն ունենալով դեմոկրատական պատկերացումի արտահայտման ղեկավարել։ Պրոդյուսեր հասկացողությունը, ինչպես նաեւ մի շարք արտասահմանյան տերմինները, հա, եկել են, բայց ոչ բարդացված են նրանք։ Պրոդյուսերը դա նույն կազմակերպիչ ադմինիստրատորն էր, այն ինչ որ կար սովետի ժամանակ։ Ճիշտ է, սովետի ժամանակ ադմինիստրատորի գլխին կար տնօրեն ֆինանսական, կար գեղարվեստական ղեկավար այդ համերգի, բայց ադմինիստրատորը մնում է։ Ստեղ այդ ամբողջը անցնում է քո ձեռքը։ Իդեպ ասեմ, որ պրոդյուսեր կարող է լինի ստեղծագործական, կարող է լինի ֆինանսական, կարող է լինի դերասան, արտիստիկ պրոդյուսեր, նայած, հասկանալի։ Ինձ համար այդ անցում չի եղել։ Ես ուղղակի ոնց որ թե շարունակել եմ, հասկանում եք, հիմա ես աշխատել եմ մի մեծ խմբի հետ, հիմա աշխատում եմ Սոնայի հետ։ Հա ինչ տարբերություն։ Եթե ես պետք է խստապահանջությունս ունենամ հանդեպ, որպեսզի լավ նվագես կամ լավ երգես կամ տարբերություն չկա։ Էնպես որ այդպես ստացվել է։ Չեմ ուզում բան անեմ գլուխս գովամ, մի բանն էլ է ստացվել լավ, որ ես ֆինանսական տեսանկյունից մաքրասեր եմ եղել։ Ինձ վրա ոչ ոք չի նեղացել։ Ոչ ոք իմ հետևից չի ասել, որ վայ, ես արեց են արեց։ Կոպիտ խոսքա գցեց բանը, չէ։ Էսա քո գինդ, ուրեմն այ էսա։ Ես մի հեղինակի հետ աշխատեցի բավական երկար տարիներ եւ ես նրան ասեցի, ես քեզ հետ կաշխատեմ մի պայմանով, եթե դու քեզ կոմպոզիտոր չհամարես։ Ինձ համար երաժշտիս Սարաջվի դպրոց անցած Գյորգի Վարդովիչի կոմպոզիտոր հասկացողությունը դա ուրիշ բան է։ Եթե դու ուղղակի երգեր ես մռմռում քթի տակ եւ հետո ես տանում եմ մի հատ պրոֆեսիոնալ գործիքավորի նոտագրի լավ ասին, հետո գործիքավորի։
դա չի շահում, որ դու կոմպոզիտոր ես։ Եվ ստացվեց այնպես, որ հա մենք եկանք ընդհանուր հայտարարել։ Հիմա ինչպես անցում բան տես չի եղել։ Որտեղ եղել է պրոդյուսերական աշխատանք եւ կատարողի հետ, եւ հեղինակի հետ, տարբեր մարդիկ եւ ինչ որ մեծ հոբելյաններ, համերգներ անելու դեպքում։ Փորձից ելնելով։ Իդեպ մի բան էլ ավելացնեմ, երբեք չեմ սիրել, երբ որ ինչ որ մեծ միջոցառում է եւ այնտեղ վերջում ընդունված է ասել, որ միջոցառման բանը ռեժիսորը, ես միշտ ասել եմ, արա մի ասեք ինձ ռեժիսոր։ Էլի ռեժիսորը ինձ համար դա բավական բարդ եւ կրթություն պահանջող հասկացողություն։ Չի կարելի։ Ինչ ասեք, որ այս երեկոյի գեղարվեստական ղեկավար, խնդրեմ, ես կընդունեմ, որովհետեւ այս երեկոյի ընթացքում ինչ համարներ եղել է, ինչ պարեր եղել է, ինչ ասմունք եղել է, ինչ խոսք եղել է, ես դրա պատասխանը կրնեմ, բայց ես ռեժիսոր չեմ։ Ես ռեժիսոր չեմ։ Ես միզանսցեն չեմ կարող դնեմ այնպես, ինչպես ռեժիսորները։ Եվ հիմա ինձ լսող ռեժիսորի ընկերներս թող չնեղանան։ Ռեժիսորներն էլ ոչ միշտ են տիրապետում երաժշտությանը, այնպես ինչպես մենք երաժիշտներս ենք։ Սա կրթության հարց է։ Բնական եզրույթներ են, որոնց հետ պետք է համակերպվել եւ գնալ համագործակցության ամեն մասնագիտության եղավ այդտենց անցումներ եղան։ Ամեն դեպքում փորձից ելնելով նաև, քանի որ ամենագլխավորը կարծում եմ ձեր կենսագրության մեջ այն է, որ դուք տվել եք ձեզ հնարավորություն եւ հավանականություն 0-ից աստիճանաբար սկսելու։ Փուլային մոտեցում է եղել եւ դրա համար ես այնքան չեմ ինձ տվել են այդ հնարավորությունը եւ ես շատ շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ, երբ որ ես դպրոցի տնօրենից եկա հայ համերգ, ինձ թվում էր դե լավ, ես դպրոցի տնօրեն եմ եղել։ Ես ինչա։ Հետո ես զգացի չէ, 1-2 սայթակումներ։ Հետո գտնվեցին խելոք եւ բարի մարդիկ կային 25-30 տարի առաջ։ Որ ասում էին մի քիչ քեզ հավաքի, սա դպրոցը չի, սովորի, սկսեցի սովորել։ Հետո այն բախտը վերեց, երբ որ ես հանդիպեցի Հենրիկ Իգիցյանի հետ լուսավորքի։ Նա գալիս էր սպիտակ թուղթ, ասում էր ինչ ուզում ես արա։ Դա տվեց հնարավորություն, որ ես իմ երկու ընկերոջ հետ կազմավորեցի Հայաստանում առաջին մանկական սիմֆոնիկ նվագախումբը, որ վստահում են մարդուն, դու էլ արդեն ըստայնում կամ եղել է, գիտեք, ինչ ես դες պետք է խոստովանեմ, որ եղել է դեպքեր, երբ որ ինձ վստահվել է բան, բայց ես ասել եմ չէ, ես դա չեմ արել։ Հետո ինձ ասել են, բայց ինչի՞ չի ասում եմ, դա իմը չի։ Ոնց որ ես ինչից սկսեց մեր դաշնակահարի։ Կենսագրությունից հրաժարվել եք։ Այ դիմեք ես ինչ մարդուն։ Չգիտեմ, չեմ ուզում շատ լավ է Երևան, բայց ես ուղղակի շիտակ պատասխանում եմ ձեր հարցերին։ Շատ բացառիկ առանձնահատկություն է, երբ մարդ ինքն իրեն հետ կարողանում է ազնիվ լինել եւ սթափ գիտակցել իր որ ուղղությամբ կարող է առավել ներկայանալի լինել եւ առավել օգտակար լինել ոչ միայն ինքն իրեն, այլ նաեւ հասարակությանը։ Ես օրինակ չեմ հասկանում բան, երբ որ ես 25 տարի է, որ մենք այսպես արդեն ապրում ենք անկախ, գոյանում ենք բան, գտնվում են մարդիկ, Սոնա ջան, որ իմ տարիքի, իմ սերնդակիցներ, որոնց ես նույնիսկ ճանաչել եմ, որոնք ասում են մենք չենք ունեցել ոչ պետություն, ոչ բան։ Եղբայր, եթե մենք պետություն չենք ունեցել, դա եղել է լավը թե վատը, եղել է սովետական թե ինչական, բայց եթե ուրեմն կրթություն չի եղել, բայց եթե կրթություն չի եղել, բա դու ոնց ես տես լավը դառել, հիմա էլ եկել ես պետք չի կողքել այն ինչ որ եղել է անցել ենք, այո, եղել է անցել ենք։ Այսպես։ Իսկ ձեզ ո՞րն է պատճառը, որ 25 տարիների ընթացքում ունենալով այդքան բարձր որակներ, ունենալով այդքան ամուր դպրոցներ, եւ երաժշտական, եւ նկարչական, եւ թատերական, եւ կինոյի ասպարեզում, այսօր մենք գրեթե ոչ մի ոլորտում, բացի վառ անհատականություններից, բացառություններից, շատ վառ չունենք, այո, չունենք այդ հիմքը, որը ունեցել ենք, ո՞րն է պատճառը ձեզ, ո՞րն է ամենամեծ բաց թողումը։ Բոլոր եզրույթներից հնարավորություն եք ունեցել խոհանոցային։ Պարզ հարց է, բայց շատ դժվար է պատասխանել, որովհետև բանը խորքային է դրա պատասխանը։ Չեմ ուզում երբևիցե թույլ տամ ինձ ասեմ դա հատուկ արվեց, չէ, բայց ամենաառաջինը դա եղավ, գիտեք ինչից, որ մեզ մոտ մի տեսակ էլի իմ սերունդը շատ գնահատել է գիտելիքը, կրթական ցենզը։ Այսինքն, եթե ես քշում եմ ավտոմեքենա եւ ինձ ասում են կարող ես ինքնաթիռը քշես, ասում եմ չէ, այո, ես ավտո եմ քշում, ես ինքնաթիռ չեմ կարող։ Շատ եղավ դեպքեր, երբ որ այս նույն ձեր ասած տարիների ընթացքում
հեծանիվ չքշած մարդիկ սկսեցին ինքնաթիռ քշել։ Եվ երբ որ դու զգում ես, որ դու այս ոլորտում կաղում ես, դու սկսում ես այն մարդկանց, որոնք չեն կաղում, մի քիչ հետ տալ, որ քեզ քո անհատականությունը տեսանելի լինես։ Այո, տեսանելի։ Չեմ պատասխանեցի թե չէ։ Սպառիչ, եզրափակիչ, այլևս այս ցավում եմ դրա համար, որտեվ այդպես չէր, ինչ մասնագիտություն։ Ես ես ասեմ, կոնսերվատորիան այդ դուք ավարտել եք։ Կոնսերվատորիա ավարտած մարդիկ կարող ենք մենք ինչ-որ մի բանում կամպանիայով, այսպես ասած, ուրախության կամ հավաքվենք եւ ինչ-որ սկսեին գլուխ գովալ։ Ես կոնսերվատորիա եմ պրծել բաման, ասում եմ մի հատ նստի հենա, դաշնամուրը հենա, ռոյալը հենա։ Նստի նվագի։ Խոսքով չի, գործով։ Ջութակ ես ուզում, վոկալ ես մի հատ երգի։ Եվ այդ ժամանակ մեր սերունդը մասնագիտություն հասկացողությունը շատ էինք հարգում։ Հիմա դու ունես մասնագիտություն, չունես մասնագիտություն, կարող ես գրավես մեծ դիրք, բարձր դիրք, եւ այնտեղից սկսես ինչ որ չեմ անում ինչ անես։ Աղավաղել։ Ցավում եմ։ Հուսամ, որ ձեր ձայնը կլինի, խոսքը կլինի լսելի եւ շատերը կառնեն։ Մենք լավն ենք։ Երբ ուզում ենք, այո։ Հայերս մենք լավն ենք։ Մենք եթե մի քիչ սովորենք իրար լսել, իրար զիջել, էլի մասնագիտական առումով զիջել։ Դա ամենալավ զիջելու տեղն է։ Տարիքի առումով զիջել։ Իհարկե մեր գործերը ավելի եւ այն ինչ որ դուք ասեցիք այդ բարդ հարցը, որ ինչի սա գնաց կորավ, չի կորել։ Սոնա ջան, չի կորել, եթե ընդհանրապես կորած լիներ, ես կլինեի ուրախ, բայց երբ որ նա կորչելու ճանապարհին սկսում է բնաջնջվել, այս այա ծաներ, բա հետո։ Հիմա տեսեք, մեծ ուրախությամբ ես իմացա, որ մշակույթի նախարարությունը նախաձեռնել է այդ մշակութային կանգառը։ Մշակութային կայարաններ պետք է լինի, ոչ թե կանգառներ։ Ինչի՞։ Որովհետև եթե վերցնենք մեր հանրապետությունը, նու Երևանը իր կայարաններ։ Բայց եւ Լենինակությունն էր կայարան, եւ Վանաձորն էր կայարան, եւ Ղափանն էր կայարան, եւ կայարաններ էին։ Եվ երբ որ մենք ուղարկում էինք ինչ-որ մի կոլեկտիվ միտեղ, նա չէր գնում մենակ մի հատ ծիկ անում, մի հատ համեր տալիս ու հետ գալիս։ Նա մնում էր այդտեղ մի երկու օր, դոս սա մտածված էր։ Ուրեմն կմնաք տեղում կան շատ լավ երգչախմբեր, մի հատ դրանց հետ մի քիչ կաշխատեք, հիմա մաստեր կլաս են ասում, մի քիչ կշփվեք, հասկանում եք, հասարակ եղեք, ջութակահար գնա մտի երաժշտական դպրոցներ ուղղակի վառվում էին կյանքով։ Ես ինքս աշխատել եմ շրջանում, մարզ ոնց որ ասում են, եւ պետք է ասեմ, որ ինչքան ես եմ օգուտ տվել այդ մարզին, այնքան էլ այդ մարզն է ինձ մարդկանորեն օգուտ տվել, շատ բան եմ սովորել, հասկանում եք։ Եվ հիմա այդ կանգառներ, հայ ինչ կա, քանակ, այսքան քանակ ենք դրել, ու այդքան քանակ դնելու համար պետք չէ շատ մտածել, կարելի է հաշվել, որ այս ինչ կոլեկտիվը կարող է այսքան անգամ գնա, նա այնքան, գիտեք ինչից, այսքան անգամ նա, չգիտեք, ասեմ, որտեղ մի կոլեկտիվը շատ մեծ է, նրա տրանսպորտի ծախսը շատ է, ուրեմն նա ավելի լավ է 2 անգամ գնա, իսկ ասենք Կոմիտասի քարյակը փոքր է, նա կարող է 12 անգամ գնա, ինչ եղավ 14, այս սա ինչ, դրա համար կայարաններ լինեին, որ Համամիտ եմ, հատկապես որ ձեր խոսքում նշեցիք, որ ժամանակին, երբ համագործակցություն կար տարբեր երկրների միջև, դուք նախապես ծրագրերից առաջ մեկնում էիք, ծանոթանում էիք, ունկնդրի պահանջներն էիք փորձում հասկանալ, փոխանակման խնդիրների լուծումը եւ հետո նոր արդեն մշակութային եզրույթների հանդիպումներ տեղի ունենում։ Ասեմ ձեզ ընդհատելով, որ այսպեսի մի բան կար, դրույթ կար, որ եթե արտասահմանից գալիս է ինչ-որ մի կոլեկտիվ Հայաստան, նա պետքա ունենա մենակատար գալիս է, նա իր ծրագրում պետքա ունենա հայկական գործ, հայկական պար, հայկական երգ։ Մերոնք են գնում Լատվիա կամ թե չէ Ֆրանսիա ունենան, եւ սա էլ է հարստացնում։ Ու սերտացման հնարավորություն է նաեւ։ Ոչմ հետաքրքիր բաներ շատ կար։ Ես կուզեմ նաև ձեր գնահատականը լսել եւ հասկանալ, փորձել հասկանալ ձեր կարծիքի միջոցով ներկայիս իրավիճակը, ինչով է պայմանավորված ըստ ձեզ համընդհանուր խռովությունը։ Տեսեք, խորհրդային տարիներին կային նվագախմբեր, բոլորը մեկը մյուսին ընդունում էին, բոլորը մեկը մյուսին հարգում էին եւ անհատականությունները չէին տուժում։
կար օպերա, որն իր զարթոնքն էր ապրում, ստեղծագործողները գնահատված էին երգիչների եւ ռեժիսորների կողմից, ռեժիսորներն ու դիրիժորները գնահատված էին եւ կարծիքի առումով հաշվի էին նստում նաեւ ստեղծագործողները իրենց հետ, որն է պատճառը, որ այն ժամանակ այդ մեծ շարժիչը աշխատում էր, իսկ այսօր ունենալով բոլոր հնարավորությունները մենք անընդհատ ինչ-որ բախումների ականատեսն ենք լինում։ Այսի հարցեր եք տալիս։ Շատ են վաստակավորները։ Երբ որ 5 հատ ժողովրդականն է, սրանք ձգտում են։ Երբ որ բոլորն են ժողովրդական դառնում, ձգտելու տեղ չկա, սկսում է անտարբերությունը եւ սկսում է գլուխ գովալը։ Այո, շատ սերտ կապերի մեջ էին, տասնօրյակներ էր լինում, ասենք Հայաստանի մշակութային օրեր, տասնօրյակներ տարբեր երկրներում, ես ինքս բախտ եմ ունեցել մեկնել այդ խմբերի հետ։ Գիտեք ինչ, մոտ 80-100 հոգի 2-3 մեծ կոլեկտիվներից միասին թռնում էին համերար իրար հետ, բոլորը հենց ոնց էր ելույթը, փորձը տարեցիր, թե չէ, լրիվ ու հիմա ինչ-որ սառնություն եւ անտարբերություն, ինչ է, դու էլ ես վաստակավոր, ես էլ եմ, ինչ է պատահել, ես քեզանից լավ, չեմ անում, ինչ-որ վատ բան ա մտել, չափանիշներն ենք կորցրել, չափանիշները, ես չեմ ուզում ասեմ, որ պետք է իշխել, չէ, բայց պետք է ինչ-որ չափանիշներ լինել, հասկանում եք, այն որ Հովհաննես Չեկիջյանը չափանիշ է, Այն որ Կոստանտին Օրբելյանը չափանիշ էր, դե հիմա ինչ անես։ Ես ոչ թե ուզում եմ ասեմ, որ իմ լավ բարեկամ Արմեն Ուսնուց վատ, չէ, բայց ինչ որ այդ մարդիկ չափանիշ էին եւ ձգտում էին։ Եվ մինչեւ այսօրվա օրը, երբ որ խոսում են Օրբելյանի մասին, ես այն իսկական Օրբելյանի մասին եմ ասում, բոլոր նրա հետի աշխատողները ինչ սիրարված բանով են խոսում, չէ։ Մեզ է սովորեցրեց, իսկ հիմա Ես ղեկավարից պրծնենք, թող մյուսը գա, ես ղեկա, ինչի համար պրծնենք, համար դե աշխատեք էլի գարետ։ Այսպես բաներ։ Չէ, լավ է, ամեն ինչ լավ է։ Երևի թե դա նորմալ է, բոլորը ասում են, որ դա նորմալ երևույթ է։ Տենց էլ պետք է լինի, չեմ անում։ Տեսնենք, ընթացքը ցույց կտա։ Սերունդների կապի մասին կուզեի խոսել։ Օրինակ, ձեզ հաճախ կարելի էր հանդիպել 3-րդ ակումբ ձևաչափում, որտեղ զրույցներ էին, որոնք տալիս էին հնարավորություն ծանոթության, ինքնաշտկման, որովհետև շատ հարցեր կային, որոնց պատասխանները կգտնեիր այդ բազմագույն զրույցների մեջ, սերունդների ուղիղ զրույցների, այո, նաև կարծիքների տարբերությունների համաձուլման հնարավորություններ տրվում։ Ըստ ձեզ այսօր սերունդների հետ կապը պահպանվել է, կարող է ավագ սերունդը, միջին սերունդը եւ նոր ձևավորվող սերունդը նստել համագործակցության զրույցի եւ ստեղծել այնպիսի ձևաչափ, այնպիսի մի արտադրանք, որը կարող է ինչ-որ չափով փոփոխություններ բերել հասարակության մտածողության մեջ։ Կարող է, հավաքող է պետք։ Հավաքող չունենք։ Իսկական բան, հավաքող է պետք։ Գիտեք ինչի, որովհետև թիմ առ թիմ են հավաքում։ Սկզբից ավակներին, հետո չէ, հավաքեք, նստենք խոսենք շիտակ։ Ընդհանրապես շատ է պակսել հավաքները, շատ է պակսել։ Ես այսօր որ նայում եմ մեր նախարարություններում ինչա կատարվում, ես մի նկատի չունեմ մենակ մեր ընկերներ կան շրջապատ կա, որ ասում են այնքան կողքից մարդիկ են մտած, որ ընդհանուր չեն կարող հավաքվել եւ ասեն, լսեք, այս բանը եկեք սենց անենք, այս բանը սենց անենք, քիչ վիճաբան են։ Չէ, այնպես որ մեծերին հավաքում են, միջնակներին հավաքում են, սրանց տվեցին այս կոչումը, նրանց էս տվեցին, ամեն ինչ ընկավ տեղը բրծավ։ Այնպես որ հավաքողից է կախված, յորքի կարելի։ Ամեն ինչ կարելի է անել։ Ամեն ինչ ցանկություն լինի ձեզ մոտ եւ գիտելիք ունենաք դուք ցանկություն հավաքելու եւ գիտելիք խոսելու մնացածը շատ հեշտ ինքը իրան կընկնի տեղը կարող առաջինը չստացի երկրորդը բայց հետո ինքը եւ հավատացեք ինձ որ բոլոր նրանք ում դուք կհավաքեք շատ շնորհակալ կլինեն ձեզ եկեք ձեր ստուդիայում մի օր հավաքեք մի 10-15 հոգի մարդ հավաքեք Մեծ սիրով ես կուզեմ պարբերաբար տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց հնարավորություն տալ իրար գտնելու եւ փոխանակվելու եւ հուսամ որ այդ առիթներն էլ կլինեն։ Ես կուզեմ հասկանալ որպես մարդ ով այդ
գեղեցիկ, դժվար ու հեշտ ճանապարհն է անցել եւ բազմաթիվ հնարավորություններ է ունեցել համագործակցությունների։ Այսօր կգնաք որևէ երիտասարդի հետ համագործակցության, տեսնում եք դաշտում մարդիկ, ում կուզեիք ուղղորդել եւ թրծվելու հնարավորություն տալ։ Ես այո, նրանք ոչ։ Գիտեք ինչի, որովհետեւ այդ երիտասարդները իրենց մասին ցավոք եմ ասում, իրանք շատ շնորհալի մարդիկ են։ Մի քիչ ժամանակից շուտ մեծ կարծիք ունեն։ Նրանց համար մեր սերունդը ինչ որ նենց սովետի հոտ է գալիս։ Ես չեմ հասկանում, սովետի հոտը որն է այո։ Պարֆյումի հոտը գիտեմ, բայց սովետի խմիչքի հոտը գիտեմ, բայց սովետի հոտը որն է հասկանում եք։ Եվ այն միանգամից այսպես պատնեշ է դառնում։ Ճիշտ է, այս պետք է ասեմ, որ երևի թե իմ տարիները, իմ որոշակի մտերմիկ լինելը բոլոր սերնդների հետ բերում է նրան, որ եթե խոսքը գնում է ինչ-որ ընդհանուր մեծ համերգ անելու, երիտասարդները իմ հանդեպ շատ հարգալից են։ Իմ բախտն է բերել ուղղակի չէ, բայց դա շատ չի լինում։ Վերջերս արեցի ես մեծ ուրախությամբ Էդվարդ Հաթևոսյանի 70-ամյակը, շատ լավ անցավ երեկոն եւ այնտեղ մեծ մասը բան էին, երիտասարդներ են։ Ու ինձ մեկը ասեց, ո՞նց է սկսելու համերգը։ Ասի մի հատ մեղեդիով, մինչև էդիկը չկա, թե ինչ մեղեդի։ Բա։ Ու ասիրա։ Եվ այդ մեղեդու վրա դալիճը ժպտաց։ Այստեղ եմ ծնվել, այստեղ մեծացել, էդիկը այստեղ է ծնվել։ Երբ որ նրանք ժպտացին, արդեն զգացի, որ համերգը կստացվի։ Այնպես որ չէ, կարելի է ամեն ինչ անել, ուղղակի երիտասարդները չէ, որ ասում են, «Ա, մեծահասակ եք ջան»։ Դե լավ։ Դուք գիտեք։ Մենք տրվում ենք ծայրահեղությունների եւ դրա համար կարծում եմ թե շատ բան ենք կորցնում, որովհետեւ մեկս մյուսից միանշանակ մեծ պաշարի սովորելու հնարավորություն կստանանք, եթե գնանք այդ համագործակցությունների։ Շատ հետաքրքիր տեսակ եք եւ կուզեմ որպեսզի այդ տեսակը գնահատվի ու բացի դա նաեւ սերունդը օգտվի այդ առիթից ու հնարավորությունից, որովհետեւ դուք նշեցիք անհատականություններ, ովքեր ձեր ձևավորման ճանապարհին գլխավոր դեր են խաղացել եւ ունեցել եք հնարավորությունը իրենցից վերցնելու, իրենցով հարստանալու, մենք էլ այսօր այդ հնարավորությունը չպիտի բաց թողնենք ձեզանով հարստանալու, ձեզանից սովորելու եւ վերցնելու այն գլխավոր արժեքները։ Ինձ նման մարդիկ շատ կան դեռ։ Շատ չեն, բայց ամեն դեպքում կան։ Ես կուզեմ նաև հասկանալ, քանի որ դուք սթափ գնահատական տվող տեսակ եք եւ շիտակ եք, ինչպես ձեր խոսքում նշեցիք եւ ապացուցեց նաև ձեր խոսքը, ձեր աշխատանքներից որն է, որը ձեզ ինքնաբավության, բավարարվածության եւ ամուր մեջքի հնարավորություն է տվել, որ համարում եք, որ դա լավագույն համագործակցությունն էր եւ լավագույն ձեր այո։ Ամեն ինչի պատասխանը կարող եմ տամ, բայց այդ որ մեջքի զգացմունք չէ, չեմ կարող։ Ոչ թե թիկունքի, այլ ամուր ողնաշարի, որ այնքան ստացված էր դա ձեզ համար, որ ոչ մի պահ շեղվածություն, թեքվածություն, ընկճվածություն չեք ունեցել։ Դժվարանում եմ ասեմ։ Դա նրանից չի, որ ես հիացած եմ իմ բոլոր աշխատանքներից, չէ, կավլիցի չէ։ Բայց պետք է ասեմ, որ չեմ անում ինչ պետք է ասեմ, որ լրիվ բավարարված եղել է եւ լավը, եղել է եւ թույլ տեղեր մեծ ծրագրի մեջ, բայց դա էլ պետք է ունենաս համարձակություն, որ ինքդ նկատես քո թույլ տեղերը։ Ես նկատել եմ, ես որ ասեմ լրիվ բավարարություն Հարցը թույլ ու ուժեղի մեջ չի։ Տեսեք, դուք նշեցիք պարոն Թադևոսյանին նվիրված երեկոն, որ վերջին օրերի ընթացքում էր, այո, մի քանի օր առաջ էր կազմակերպվել, զգացողությունը եւ նույնիսկ մի փոքր հուզվեցի։ Աշխատանք, որը այդքան զգացմունքային, տեխնիկական բոլոր առումներով ամբողջական է եղել։ Չի ամբողջական եղել է։ Օրինակ ես դες ասեմ, որ ես շատ ուրախ եի, երբ որ ես երկու գործընկերների հետ 90-ական թվականներն էր ստեղծեցինք այդ մանկական սիմֆոնիկ նվագախումբը, դա մի պատասխանատու իհարկե։ Չէ, պատասխանատու չէ, դա մի շշմելու բան էր, որտեղ դա եղավ երկրաշարժից հետո, եւ երբ որ հասկանում եք հավաքեցինք, եկան ինձ առաջարկեցին, ասին, «Բարի, sense բան անենք»։ Եվ ինձ ինչը զարմացրեց, որ ես որ դպրոցի տնօրեններին դիմեցի, իսկ այն ժամանակ շատ հետաքրքիր սերունդ էր դպրոցի տնօրենների, իդեպ եւ քաղաքի եւ ռայոնների։ Հիմա ցավոք դա էլ է շատ կորել։ Ոտ տվեցին երեխաներ եւ երբ որ այդ երեխաները բոլորը հավաքվեցին եւ սկսեցին միասին նվագել, շշմելու բան էր, շշմելու բան։
Այս սրանից ես գոհ եի, ուրիշ ինչ ասեմ։ Ես երկար ժամանակ պրպտեցի, թե իսկ ինչու հայ համերգը լուծարվեց։ Հենց ասին անկախություն, շո ամեն մեկ իր համար։ Պրակտիկ գործ իմանալուց ներսից մտածում ես չի ախր ինչի համար մենք կորցնում ենք շատ բան։ Շատ տեղեր գնացինք, բան, վերջը ուրեմն ես դիմեցի մի այլ քայլի։ Ստեղծեցինք էլի իմ երկու ընկերոջ հետ ստեղծեցինք Երևանի պետական ֆիլհարմոնիա, քաղաքապետարանից։ Ուղղակի այդ ժամանակ քաղաքապետարանում շատ նորմալ ընկալող adekvat մարդիկ էին, որոնք հասկացան, ես իրանց բացատրեցի, որ մեծ հանրապետություններում կարող է լինել եւ ուկր կոնցերտ եւ լինել Կիևսկая ֆիլհարմոնիա։ Ստեղծեցինք 5 տարի աշխատեցինք, քաղաքի մարդ եկան, հասկանում եք, շատերը նախանձով նայում էին, թե այ բան էս ոնց եղավ, դե եղավ։ Սա էր լավ պրոյեկտ։ Չի եղել է, լավ բաներ եղել է, բայց որ ասեմ, թե ես դրանից շատ քիթս ցցել եմ, չի եղել։ Հավատացեք, չի եղել։ Եթե շատ քիթս ցցեի, հիմա ստեղ նստած չէի լինում։ Ես վստահ եմ, որ դեռ այնպիսի աշխատանքներ են սպասվում, որոնք ոչ թե քիթ ցցելու, այլ պարզապես խաղաղ ու էլ ավելի խաղաղ ու հանգիստ լինելու հնարավորությունը կմեծացնի։ Կարելի է, եւ այս վիճակում մեր ուրեմն հանրապետության, որ ոտքի է կանգնում, պետք է, կարելի է գործ անել եւ անել այնպիսի գործ, ինչի հիման վրա ուրախ։ Ես ես հասարակ բան ասեմ։ Երբ որ ես շատ երիտասարդ էի, հիշում եմ, երբ որ մեր ծնողները էլ չասած նրա մասին, որ կարող էին կանգնեին գիշերը գրքի խանութի մոտ բանի, հաշվառման, որպեսզի այսինչ հատորները, սա մի կողմ, մեկ էլ կարող էին իրար հանդիպեի եւ խոսակցությունը ինչ էր գնում։ Դու տեսար այս ներկայացումը, դու դիտեցիր այս կինոն, դու երեքես համերգին ոնց է չկայիր, ու դրատատատատատա գնում հասկանում եք այս զրույցը։ Հիմա փողոցով ասնում ես, իմ լսողությունս դեռ լավն է։ Ով ում գցեց, ով ում տապալեց, ով հանեցին, ինչի համար։ Այդ բարիությունը, եթե մենք կարողանանք վերականգնենք, դա գիտեք ինչ կա, ես ինչ եմ հիշում, որովհետև ես օրինակ ունեի իմ ծնողների եւ նրա շրջապատի, բայց հիմա մեր երեխաները ում օրինակ ունեն, չես իմանում։ Հերոսացնում են այնպիսի մարդկանց, որոնք բացարձակ հերոսի նկարագրի հետ կապ չունեն։ Անչափ շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրուցակից եք, անընդհատ յուրաքանչյուր խոսքը մտածելու առիթ է տալիս, վերանայելու ինքդ քեզ, միջավայրը, հարցերդ, ինչը գլխավորն է կարծում եմ կյանքում ճանապարհ ընտրելու համար, բայց հերոստատեսային կանոնները իրենցն են թելադրում, մոտեցանք ավարտին։ Ունենք նաև վերջնահարց, որի պատասխանը ակնկալում եմ ձեզնից ստանալ, ես եմ ասելով ինչ եք հասկանում։ Հասարակ երևանցի։ Հասկացաք, չէ՞, չդասես։ Դա իմս չի, դա իմս չի։ Ես մի հաղորդման ժամանակ դա ասեցի, նույնպես ժպտացին, հիմա ձեզ եմ ասում հասարակ երևանցի։ Գիտեք ինչ, բոլոր ժամանակին հասարակ մարդիկ էին, հասարակ երևանցիներ էին, բայց մեկը մյուսին թև տալով, թիկունք տալով, ինչ-որ բան էին սարքում։ Հիմա բոլորը բրդում են իրենց։ Այնպես որ հասարակ երևանցի։ Անչափ շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, որ լսեցիք ես։ Մեծ սիրով, մեծ սիրով։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ, մաղթում եմ հաճելի երեկո եւ մի գլխավոր եզրույթին անդրադարձանք, որ շատ կարեւոր է հեռահար ծրագրերի հետեւողական տեսակ լինելը, որովհետեւ մենք շատ հաճախ տրվում ենք պահի գայթակղությանը եւ կարծում, որ այս պահին ինչ որ միտեղ առանձնանալու, երևալու համար անհրաժեշտ են փոքրիկ քայլեր կամ գուցե եւ մեծ ինքներս մեզ խափելով քայլեր իրականացնել, բայց ամենագլխավորը հեռահար կետերը նկատելն է, զարգացման հիմք ապահովելն է, սերունդի համար ապահով արմատ ստեղծելն է եւ դրա համար երբեմն մեզ անտեսելով, երբեմն մեր պահի բերկրանքը դնելով մի կողմ կարող ենք ունենալ ամուր մշակույթ, արվեստ, անհատներ, քաղաքականություն եւ ի վերջո երկիր։ Հանդիպելու ենք վաղ երեկոյան կրկին ասելու բարև, ես եմ։ Երևի լավագույն